Լավ է, թե չէ։ Ասպես լավ չէ յետև։ Մենք միշտ Այսօր մեր հյուրը Ջո Ղազարյանն է։ Ուզում ես, որ քո պատմություններն լսեն։ Նորհայլի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նորհայլի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Բարև ձեզ, ես Մարիամն եմ եւ դուք դիտում եք Նորհայլի ոդքասթը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հետևում եք մեզ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, գրեք ձեր կարծիքները, որովհետև ձեր էներգիան է, որ մեզ ոգեշնչում է ամեն էպիզոդ ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Այսօր մեր հյուրը Ջո Ղազարյանն է։ Ջո, այսօր ուզում եմ բացառություն անել եւ ուզում եմ, որ հենց դու ներկայացնես քեզ։ Okay, so Mariam, merci որ հրավիրեցիր ինձ աս podcast-ին։ So yes Վարսահարդար եմ, ինչպես որ բոլորդ գիտեք, ուրախ եմ, so ինչպես որ շատեր գիտեն արդեն, մոտավորապես 6 ամիս է ես Հայաստանի մեջ եմ, so ուրեմն իմ արհեստային բանը սկսա 1999 թվականին, հայրս Վարսահարդար, so ամառները բարձրապես ես ժամանակս կանցնեի սալոնին մեջ, շատ հետաքրքիր է հաջախորդներուն հետ վերաբերվել, գիտես, հոգեբանություն գսորվիս գործուն միայն արհեստ չէ, այսինքն, so ամենակարևորը հասկանաս քո հաջախորդին եւ դաս ինչ ինքը գերեվագա է գոր, այսինքն, so 99 թվականին համալսարանը դպրոցը եւ այլն ավարտել են վերջ, որոշեցի Դուբայ փոխադրվիմ, ուրեմն 2008-ին մինչև 2025 թիվի վերջերը ասենք ես Դուբայի մեջ էի իբր Վարսահարդար, իբր training manager բավական դարիներ բավական experience ունեցա, այսինքն Ամերիկայի մեջ, Եվրոպայի մեջ, Չինաստան, մնացած արաբական երկիրները բավական training, սեմինարներ, շատ բաներ եմ, so հիմա ուրախ եմ, որ Հայաստան եմ, ուրախ եմ, որ մեր Հայաստանի մեջ գտեսնեմ, որ մեր վարսահարդարներուն հաջողությունը։ Շնորհակալություն շատ, Ջոն շատ կարճ բնութագրեց իր ճանապարհը, ես ճանաչելով իրեն գիտեմ, որ շատ երկար եւ շատ կայացած ճանապարհ ունի, իսկ այդ մասին կբացահայտենք մեր էպիզոդի ընթացքում, այնպես որ նայենք այսօրվա հայլու մեջ։ Ջոն, ասացիր, որ վարսահարդարման ոլորտը ընտրել ես, որովհետև հայրդ էլ վարսահարդար էր, երբ որ հիմա հետ ես նայում, դա ավելի շատ ընտրություն էր, թե ճանապարհը այդպես դասավորվեց։ Դու երբևէ մինչև այս ոլորտ, այսպես ասած, գալը մտածել ես, որ կդառնաս վարսահարդար։ So իրականում անշուշտ հայրիս վարսահարդար լինելը ինձ շատ մեծ առավելություն տվավ, բայց նաև ինքը չէր ուզում, որ ես վարսահարդարը լամ, միշտ կսեր գնա համալսարան վերջացուր, ուսում եւ այլն, գիտեք, ընտանիքը ինչպես կմտածեն, բայց մեր արհեստը, այդպես արհեստ մնե, որ չես մեկ հատ մեջը մտնես, չես կրնար իդ վերադառնալ, չէ, ընդհակառակը շատ հբարտ եւ շատ ուրախ եմ, որ աս արհեստին մեջ եմ եւ աս արհեստը ինձ շատ մեծ առավելություն տվավ, որ ծանոթանամ շատ մարդկանց հետ, առավել եւս հաջողություններ ստանամ իմ կյանքիս ոլորտում։ Իսկ ըստ քեզ, մեր ոլորտում բարդությունները, դժվարությունները որոնք են հատկապես։ Ես մեկ բանի կհավատամ, երբ սիրելով անես քո գործը, չես զգար արդեն դժվարություն, ընդհակառակը դժվարության ուրախությունը կրնամ ասել, so անգլերեն բանը կա, որ գսեն love what you do and do what you love, այսինքն սիրեք ու գործդ եւ սիրով աշխատել, so ինձ համար հաճույք է աշխատել, առավոտ երբ կարթնամ, չեմ զգար գործի գերտամ, որ այլ գիտես աս positive energy-ն երբ օֆիս գերտամ գտեսնեմ ուրախություն կա վրաս, չեմ պատկերացնել ես ինձ առանց աշխատանքի։ Ուզում ես ասել, որ 99 թվականից սկսած, երբ դու ես ոլորտում ես, երբևէ չի եղել դեպք, որ մտածես մասնագիտությունդ փոխելու մասին։ Իրականում չէ, փորձեմ գոր հիշել, եթե դեպք եղել է,
Ընթագարակը օր ավելի սիրած եմ իմ գործս, օր ուրախություն, հա, վաստատ գիտես, ամեն մեկում մեջ ստրես գրնա լինել, որ ոչ թե արհեստը փոխել, ասում ես ես vacation-ի պետքություն ունիմ, ես մեկ շաբաթ չեմ աշխատիր գոր, հանգիստի պետքություն ունիմ, բայց արհեստը փոխել երբեք չեմ մտածած ադոր մասին։ Յուրաքանչյուր վարսահարդար ունի, այսպես ասած, իր պատկերացումները, երազանքները իր ոլորտի հետ կապված։ Ու շատ շատերի համար նույն տրեյնինգը, նույն հասնել են մակարդակին, որ անցկացնի դասընթացներ, սեմինարներ, դա նպատակ կամ երազանքը։ Դու այդ ամեն ինչը իրագործել ես ու ուզում եմ հասկանալ քո կյանքում ոլորտում շրջադարձը հենց դա էր, թե ուրիշ իրավիճակներ կա, որ դու հասկացար, որ դու մի level բարձրացար։ Ուրեմն Մարիամ ջան, մի օր որոշեցի, որ ուզում եմ փոփոխություն, ուզում եմ level up անել, գիտես, ամեն մարդ կուզե հաջողիլ իր կյանքի մեջ, so սկսա ես իմ վրաս փոխել, սալոնի մեջը իբր վարսահարդար, սկսա ստայլս փոխել, սկսա վարվելագերբս փոխել հաջախորդին հետ, մտածեցի, որ ես կուզեմ գոր level up անել, այսինքն level-ը սպարշանա, իրականում եթե բամը ուզում եք, շատ ուզում եք, իրականանում է։ So իմ երազանքն էր իբր training անել, քանի գիտելիքներս շատ կսիրեմ մնացած վարսահարդարներուն բաժնել։ Հարավել երազանք ունեի, որ աշխատիմ դերմը, որ իրենք կստեղծեն ֆիրմաներ, այսինքն ներք կստեղծեն գոր, so գամ upgrade կնեն գոր, so պարկաս, so գրնամ ասել, որ երազանքներս իրականացան, հաստատ եւս երազանքներ ունիմ, անոնց մասին խոսենք այսինքն ընթացքին։ Ջո կպատմես նաև Հայաստան գալու հետ կապված քո պատմությունը, ոնց եկար այն մտքին, որ պետք է գաս Հայաստան ու քո գործունեությունը ծավալես այստեղ։ So նախ եւ առաջ կուզեմ բոլոր հայերուն ասել, եթե դուրսի երկիրները գաբրիկ, իբր փորձ ինձանից 20-30 տարի, այսինքն Հայաստանեն դուրս, ամեն մեկ հայ պետք է մտածի Հայաստան վերադառնալու մասին, մանավանդ հիմա երթալեն երկիրը դեպի առջև է, ժողովրդի հետ ապրելակերպը շատ հաճելի է, երեխեքը հայ գմեցնան Հայաստանի մեջ հայկական դպրոց ադինձի համար շատ կարևոր էր, որ երեխեքս հայ դպրոց ուսանին, so որոշումը մի քիչ դժվար էր, դյուրին որոշում չէր, այսինքն, բայց փառքաստո որ ստացվեց, հա, ընտանիքս էստեղ են, երեխեքս, մայրս, հայրս, so ինձի համար իրենց հետ միասին լալը շատ ավելի կարևոր է, եւ Հայաստանը առաջվա նման չէ, այսինքն շատ գարաշտի մեգոր նորություններ շատ են եւ կտեսնեմ որ մեր հայ վարսահարդարները իրենք պետքություն ունին ինձի պես մասնակետի եւ ես ուրախ եմ որ հոս գարենամ գոր իրենց հետ բաժնվել իմ գիտությունս իմ ինչ որ սովորել եմ աստարիներու ընթացքին so ուրախ եմ որ վերադարձա։ Նշեմ նաև, որ Ջոն Շվարցկոֆ պրոֆեսիոնալ Արմենիայի տրեյներն է, քանի որ հաջորդ հարցը հենց դրա հետ կապված է բրենդերի ընտրությունը քո կյանքում։ Ինչ փորձ ունես այլ բրենդերի հետ, ինչպես եկավ այն մտքին, որ հենց Շվարցկոֆում պետք է երկար տարիներ աշխատես։ Հա, ուրեմն Շվարցկոֆը գրնամ ասել, որ արդեն ճանաչված համաշխարհային հրճագավոր ֆիրմաներեն մեկն է, իբր վարսահարդար, գիտեք, ամեն վարսահարդար գուզե իր գործը հաջող լա, որպես հաջողորդները հաջող լան, աշխարհիս ամենը premium brand-ներեն մեկն է Schwarzkopf Professional-ը, որ գեհեշտացնե մեր գործը, այսինքն իբր colorist-ը սենք մազ երբ կներգենք կամ treatment եւ այլն, so մեր հաջողորդները ընդհանրապես շատ գոհ են արդյունքներեն, so ես միշտ կսեմ, եթե ուզում եք premium level հասնել, premium ֆիրմայով պետք է աշխատեք։ Նաև շատ կարևոր է համագործակցության մեջ, թե մասնագետներին ինչ առաջարկներ ունի
ֆիրման, այսպես ասած, ամեն ֆիրմայի հետ համագործակցության ժամանակ մասնագետը բնականաբար առաջին տեղում հաճախորդի գոհ լինելն է, այսինքն նյութի որակը, բրենդի որակը եւ երկրորդը արդեն թե ինչ առավելություններ է տալի բրենդը հենց մասնագետին։ Ես ինքս էլ համագործակցելով Շվարցկոֆ ընկերության հետ եւ որպես տրեյներ եւ որպես գործընկեր, սալոնային գործընկեր, այդ առավելությունները միշտ նկատել եմ ու հենց դա է ինձ տարիներ շարունակ պահել Շվարցկոֆի կողքին, որ ֆիրման հնարավորություն է տալի մշտապես սովորել Հայաստանում եւ արտերկրում, դա էլ է, չէ, կարևոր մեր մասնագետները, այսպես ասած, միշտ իրենց սրահում աշխատում են ու նույնիսկ հանգստանալու ժամանակը շատ դժվար է տրամադրել։ Ու երբ որ ընկերությունը տալիս է հնարավորություն թեկուզ այլ երկրում փորձի փոխանակման, դա ուրախացնող փաստ է։ Հա, շատ ճիշտ է, առավել եւս գրդամսել միակ ֆիրման է Հայաստանի մեջ, որ ունի մշտական տրեյներ եւ մենք կաշխատենք որ մեր ակադեմին ավելի մեծնել, ավելի տրեյներները շատցնել, որովհետեւ գարենանք սապորտնել, այսինքն հայ վարսահարդարներուն, անոնք որոնք ուզում են ավելի հարաշտիմել իրենց գործը, առավել եւս մենք consultation, այսինքն միայն ներգերու մասին կամ product-ի մասին չենք խոսիր գոր։ Մենք մեր ակադեմիի մեջ խոսում ենք consultation, ինչպես պիտի վարվիս քո հաճախորդին հետ, ինչպես պիտի հասկանաս քո հաճախորդը։ Շատ կարևոր նյութ է ասիկա, շատ կարևոր how you can understand your client, ինչպես դու պիտի հասկանաս քո հաճախորդին։ Okay, so նախ եւ առաջ քո հաճախորդը պետք է վստահի քեզի, ինչպես մենք այդ վստահությունը պիտի ստեղծենք, ինչպես մենք խորհուրդ պիտի տանք մեր հաճախորդներուն, ինչպես պիտի վարվենք մեր հաճախորդներուն հետ, ինչպես իրենք այսինքն ընդհանուր այդեան, որ մենք ստեղծենք այդպես վարսահարդարներ Հայաստանի մեջ, որ իրենք high level-ի մեջ են։ Այո, ոչ թե խոսել միայն նյութերի որակից, առաջարկներից, ոչ թե խոսելու հաստատ 100%։ Տես, այս ամիսների ընթացքում դու շատ մասնագետների հետ ես շփվել, շատ սրահներ ես այցելել, ուզում եմ խոսենք տարբերությունների մասին, ինչ նորություններ տեսար մեր մոտ, ինչ տարբերություններ տեսար մեր մոտ եւ ինչը կուզեիր փոխել։ Իրականում շատ լավ մասնագետներ կան Հայաստանի մեջ, շատեր չեն գրնար որ իրենց հաջողությունը աշխարհիս մեջ ցույց տալ, այսինքն շատ կարևոր է social media-ն իրենց, դեսա մարդիկ, որ իրենք շատ ընդիր գործ կաշխատին գոր, բայց աշխարհիս մեջ ճանցված չեն։ So խոսքը գագս է որ networking or not working, այսինքն եթե մենք մեր social media-ին վրա պիտի չի աշխատենք, ավելի լավ է չաշխատենք։ Okay, so դեսա շատ վարպետ, շատ հաջող վարսահարդարներ, անշուշտ կան մարդիկ, որ շատ հաջող են իրենց social media-ի մեջ, դեսա ծառայություն education-ի մեջ, այսինքն իրենք մեծ ուրախությամբ գալիս են դասընթացների, իրենք շատ ուրախ են, որ ես այստեղ եմ, պոզիտիվ է ընդհանուր վիճակը եւ հաստատ դեռ շատ իվենտներ, շատ պլաններ ունենք 2026-ը, 27-ի մասին կմտածենք որ արդեն։ Հա։ Իրականում այդ պոզիտիվը հենց քեզանից էլ է գալի։ Դու նոր դեմք ու նոր շունչ ես տալի։ Վստահ եմ, որ մեր գործընկերները շատ ուրախ են, որ ունեն հենց քո հետ փորձի փոխանակում։ Էջերի հետ կապված հիշում եմ ինձ մի պատմություն պատմեցիր, թե ինչքան կարևոր է էջը վարել, որ քեզ այլ երկրում ճանաչել էին։ Այո, անշուշտ շատ կարևոր է, ասի Լաս Վեգասի մեջ էի, ինչպես ճանապարհը քալած ժամանակ, մեկ անգամ մեկ աղջիկ մժբդաց ինձի, Ջոս զարմացա, ասի ուրդեղ են գիտեի ինձի, so շատ կարևոր է բանը social media-ն, շատ կարևոր է, որ հաջողությունը ստանանք, պետք է social media-ի վրա աշխատենք։ By the way, մենք training-ներով social media training-ը պիտի ունենանք,
բոլոր հետևորդները, որ մեր էջերում են հիմա ուզում են արձանագրվել, կրնակ կոմենտի մեջ դնել, մենք կրնանք հասնել ցեզի եւ ասել երբ է մեր դասընթացները, երբ է մեր ամեն ինչը։ Եվ խոսենք նաև քո պլանների մասին, հետագա պլանների մասին, Հայաստանում ինչ նոր նախագծեր ու պլաններ ունես։ Հիմա շատ պլաններ կա, որ քախնի են, մի քիչ հետո կստանան հետևորդները, բայց հիմնական պլանը գուզեմ որ իմ գիտելիքները փոխանցել հայ վարսարտարներու հետ, so գվստահիմ որ մեծ փոփոխություն պիտի անեմ Հայաստանի մեջ եւ արդեն զգում եմ այդ փոփոխությունը գարջ ժամանակի մեջ։ Շատ կարևոր է։ Այսինքն այն ինչը որ դու սկսել ես, երբ որ սկիզբը խոստումնալից է, հետագան արդեն ավելի մեր սպասելիքներից վեր է լինում, էլի։ Հավատում եմ, մեկ բանի հավատում եմ, իրոք հավատում եմ, ոչ թե որ հիմա մենք խոսում ենք, հավատում եմ անձը, որ չի փոխանցեր իր գիտելիքները, ադի անհաջող անձ է։ So եթե գուզես հաջողիլ քու կյանքիդ մեջ միշտ պետք է փոխանցես, որ ավելի գիտելիքներ ունենաս։ Տես այդ առումով ես էլ եմ մտածում, որ շփումը մարդկանց հետ, մասնագետների հետ շատ կարևոր է եւ կարևոր է եւ փոխանցել եւ ստանալ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ որ մեզ թվում է, որ տվյալ մասնագետից սովորելու բան չկա, ես միշտ ասում եմ, կարելի է անել սովորել այն, թե ինչ չի կարելի անել։ So հոս մի բան հիշեցի հիմա, երբ սալոնը սպացի 2000 թվականներն էր ասի, այն ժամանակ ինչ ասի, որ ես աշխարհիս ամենե top stylist-ն եմ։ Հայրս ինձ հոս մեկ խոսք ասավ դրա սպաց դուրը նայիր երկինքը, որքան որ պաշտանաս քեզ մի ավելի բարձր գա։ So խորհուրդս հոս բոլոր հետևորդներուն որ միշտ դուք բաց եղեք նորություններու, բաց եղեք տրեյնինգներու, այսինքն եթե մեկը ասե, որ ես ամեն ինչ գիտեմ, այսինքն ինքը իր ստոպը դվավ։ Այո։ Շնորհակալություն շատ, անցնենք մեր թե հարցերին, կարճ պատասխանում ենք առանց երկար մտածելու, հումորային տարբերակը, սուրճ թե նախաճաշ։ Նախաճաշ։ Հաճախորդի ցանկությունը կատարել, թե քո առաջարկը։ Իմ առաջարկը։ Շփվել թե լուր աշխատել։ Շփվել։ Հետևել թրենդերին, թե քոնը ստեղծել։ Գրնամսել երկուքնա միասին։ Արագ աշխատել, թե ոչինչ որ հաճախորդը մի փոքր սպասի ուշանա։ Կսիրեմ ժամս հարկել։ Եվ 5 միտք որ կշարունակես, բյութի ոլորտում աշխատող մարդը ուժեղ է, որովհետև Քանի մեր արհեստը միայն արհեստ չէ, ինչպես որ սկիզբի մեջ, մենք հոգեբանություն գտանանք, որ անորամար ուժեղ ենք։ Ամենակարևոր դասը, որ սովորել եմ աշխատանքիցս դա համբերություն։ Եթե նորից սկսեի առաջին հերթին։ Եթե նորից սկսեի առաջի հերթում գանե ինչ որ գանեմ որ հիմա։ Չէր փոխի ոչինչ։ Իմ հաջողության գաղտնիքը հավատքն է։ Այս ոլորտը ինձ սովորեցրեց, որ պետք է միշտ հաղթենք։ Շնորհակալություն շատ։ Իրականում շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ես չզգացի թե ժամանակը ոնց անցավ։ Եվ Ջո, մենք ունենք քեզ նվեր, մեր հովանավորի կողմից, Best Friends Tour-ի կողմից, 2 օրվա նվեր տոմս Հայաստանում կամ Վրաստանում, որտեղ որ ինքդ կցանկանաս։ Սա քեզ։ Մերսի շատ նախ շատ շնորհակալ եմ աս գեղեցիկ podcast որ միասին արեցինք եւ շնորհակալություն Best Friends Store, so մեծ հաջողով անշուշտ ես եւ գինս կճամփորդենք կամ չգիտեմ կորոշենք միասին, so շատ հաջելի էր շատ հաջելի օրմանցուցինք այսօր իրոք առանց մտածելու առանց պատրաստվելու բնական ձևով Քեզ շատ շնորհակալություն, վստահ եմ, որ նորից կհանդիպենք, ես չեմ մոռանում, որ դու ասացիր ունես պլաններ, որոնց մասին չես խոսելու, այնպես որ դա կլինի առիթ եւս մեկ անգամ հանդիպելու, անպայման, եւ վստահ եմ, որ այն նպատակները, որ դու կազմել ես Հայաստան գալուց առաջ,
Հայաստանի համար կիրագործես ու դա նույնպես կլինի առիթ եւս մեկ անգամ հանդիպելու եւ բարձրաձայնելու այդ մասին։ Անպայման։ Շնորհակալություն, որ քո ժամանակը տրամադրեցիր մեզ։ Մերսի Մարիամ ջան, շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալություն, որ հետևում եք մեզ, գրեք ձեր կարծիքները կոմենտում, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ էպիզոդները։ Ինչպես նաև մենք ունենք ավանդույթ, մեր ամենաակտիվ հետևորդներից մեկը կստանա նվեր սպասարկում մեր հյուրի կողմից։ Կհանդիպենք հաջորդ էպիզոդի ընթացքում։ Ուզում ես, որ քո պատմություններն լսեն։ Նոր Հայլի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ, Նոր Հայլի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։